կապված վիճակում եք, ասացեք խնդրում եմ, այդ ժամանակ որևէ մի տղամարդու համար դուք գրավիչ ու հյութալի կլինեք, չէ, բնականաբար չէ։ Եթե դուք ձեզ համար առաջին տեղում չեք, ապա դուք չունեք ոչ ուժ որևէ լավ բան անելու համար, ոչ մի լավ բան անելու համար դուք ուժ չեք ունենա, հոգնած կլինեք, բավական չէ հոգնած, տգեղ կլինեք, որովհետև մենք տարբեր ձևերով ենք լինում։ Մեկ օրվա ընթացքում մենք կարող ենք լինել այլանդակ տգեղ, չխնամված, թափթփված, օրվա մի մասը շատ լավ խնամված, մյուս մասը այսպես, մյուս մասը այնպես եւ այլն։ Մենք ոնց որ ջրի նման արտահայտում ենք տարբեր վիճակներ, ճիշտ է։ Մեր ներքին վիճակը հիմնականում արտահայտում է մեր արտաքինից։ Արտաքին տեսքից, որը ինչքան էլ շպարով, էսով, այնով փորձենք դրանք ծածկել, չի լինի։ Դա որովհետեւ էներգիա է, որը կնոջից հորդում է։ Ես հեսա քիչ ուշ ներկայացնեմ, թե ինչպես է դա տեղի ունենում։ Եկեք սլայդները։ Քրիստինե ջան, բայց մի բան ասեմ, նայեք, մեր Հայաստանի պայմաններում հիմա մանավանդ, որ սենց աղքատ է, ամեն ինչ թանկ է ու կինը ինքն է աշխատում, լավ, ասենք ամուսինն էլ է աշխատում, բայց կինը ռեալ կյանքով հա ձեր ասածները շատ հաճելի է ու ճիշտ է ու իրոք ցանկալի է, բայց իրականության հետ չենք կարողանում դա համատեղենք, որովհետև գնում եմ օրինակ ես աշխատանքի, աշխատում եմ 120,000, որից 60,000-ը տալիս եմ տրանսպորտի ու ոնց որ ես չեմ կարա էլի միշտ մտածեմ իմ համար ինչ որ բան առնեմ, ասենք մտածում ես կոմունալի գումար տաս, առաջնային բաներին գումար տաս ու միշտ քո համար չի լինում ինչ որ բան անել, ասենք ոնց համատեղենք էլի իրականությունը այդ ձեր ասածների հետ։ Ես հասկացա, հիմա տեսեք, այս կուրսի ընթացքում սուտ կլինի, որ ես ասեմ, ամեն ինչ կտամ, բայց դա ձեր հարցի պատասխանը ունի հստակ ալգորիթմ, ոնց անի կինը, որպիսի, то есть ոնց անին այսօր կտամ, այսօր միգուցե կամ վաղը, այս երկու օրվա ընթացքում հաստատ, то есть ալգորիթմը դուք կիմանաք, ոնց անի մոտավորապես այդ սխեման, կարկասը, այսպես ասած, ձեզ կտա, բայց կոնկրետ այդ մեխանիզմը ինչպես աշխատեցնել, ոնց գալ այդ վիճակին, դա արդեն մենք այս երկու օրվա մեջ չենք կարող, դրա համար ես վերջում կներկայացնեմ առաջիկա հանդիպումների ուրեմն շարքը, որը շարք եմ ես կա պատրաստել ու այնտեղ հենց կոնկրետ կտրվի այդ եւ կտրվի այդ մեխանիզմը եւ ես ձեզ կօգնեմ, որ դուք դուրս գաք, որովհետեւ գոյություն ունի կոնկրետ ալգորիթմ, թե ոնց դուրս հանենք կնոջը այդ ռեսուրսային վիճակին։ Հիմա շատ լավ հարց է ու մենակ ձեզ չի վերաբերում։ Շատ շատերին, որովհետև հիմա տեսեք, հիմնականում լուծը կրում է տան այդ ամեն ինչի լուծը կրում են կանայք, ճիշտ է, այսինքն այդ ֆինանսական պատասխանատվությունը եւ այլն, կանանց մոտ հիմա մի փոքր ավելի լավ աստանի նորմալին։ Так, այդ հարցը որ տվեց Ալան, կարծեմ Ալան էր, չէ՞ տալիս։ Բոլորին էլ հետաքրքրում է, որովհետև իրականում մեր իրականությունը իրոք շատ ես նորից եմ ասում, որովհետև քանի որ մենք անցումային այս շրջանում ենք ապրում, մենք առաջնագնացներն ենք։ Մենք հենց այն կանայք ենք, որը պիտի շեշտակիորեն փոխեն արդեն կանացի էներգիաները, եւ մեզ է տրված հենց առաջինը հենց прокладывать путь прокладывать, մենք անցնենք, ճանապարհ հարթենք, հասկանում եք, եւ դրա համար այդքան շատ հիմա պոպուլյար է այս կանացիության թեմաները եւ այլն, որովհետեւ տեսնում են ու հասկացել են արդեն վաղուց, ու վաղուց չէ, բայց այս վերջի 10-ամյակում հատկապես հասկացել են, որ կանացիության ճիշտ վիճակներում գտնվելը աշխարհի կայունության հիմնական գրավականն է, կնոջ ձեռքում աշխարհի եւ կայունությունը եւ երջանկությունը ամբողջ կամ ընտանիքի կամ աշխարհի ամեն ինչի հետ կապված կնոջ ճիշտ վիճակը, բայց քանի որ տղամարդը ինքը իր տեսակով իր էներգիաներով կատարյալ չի համարվում, կինն է կատարյալ համարվում, հա, ուրեմն դրա համար մենք պիտի դա անենք, դա իրականացնելը մեզ է, մեր մենաշնորհն այսպես ասած, դա չի նշանակում, որ տղամարդիկ չունեն անելիք է, հարցը դա չի, չէ, իրենց հերթին ունենք, բայց առաջինը մենք պիտի անենք, որ փոխվի մեր շուրջը, քանի որ այն ինչ որ պիտի անի տղամարդը դա ավելի շոշափելի բաներ են, իսկ մենք կարող ենք էներգետիկայի հետ աշխատելով շտկել մեր վիճակը, ամբողջ գաղտնիքը դրա մեջ է, ընկերներ,
Մենք կարող ենք ոչինչ չանելով, ճիշտ վիճակում գտնվելով հարցեր լուծել։ Հիմա լավ, եկեք սլայդներով գնանք առաջ, որ ձեզ ցույց տամ ու բացատրեմ ավելի, ասենց ճիշտ կլինի։ Այս պահեջն էլ մի հատ անցնենք, որ հետո շարունակենք։ Այն ինչ կինը փնտրում է տղամարդու մեջ, հենց իր էներգիաներն են։ Կինը դրանց կարիքն ունի միայն այն դեպքում, երբ ինքը իրական կին չի հանդիսանում, այդ թե ինչի են հիմա այդքան բաժանությունները, երբ որ կինը հասկանա, թե ինքը ինչ էներգիաների կրողն է, երբ կինը հասկանա, թե ինչ կարող է բացել, ինչ տիեզերք կարող է բացել իր ներսում եւ դա արտացոլել արտաքին աշխարհ, երբ այդ ամեն ինչը կինը հասկանա, ինքը կհասկանա, որ իրեն ոչ մեկ պետք չեն, որպեսզի ինքը երջանիկ լինի։ Երբ որ կինը փնտրում է տղամարդու մեջ, ինչ էլ ուզում է փնտրի, իր էներգիաներն են դա, ես չեմ ասել սա։ Ընկերներ սրանք ասել են դարեր ի վեր եկած իմաստություններ են, որ ես ընդամենը փոխանցում եմ ձեզ։ Կինը այդ ամենի կարիքն ունի միայն այն դեպքում, երբ ինքը իրական կին չի հանդիսանում, այսինքն սա ինչ է նշանակում, նշանակում է, որ ինքը չի բացել իր ներսի գանձարանները, այդ գանձարանների դռները փակ է դեռ մի քանի փակի տակ փակ է ու չի հասել դրան չի հասել ու այդ ակունքներին ծանոթ չի, ինքը այդ գանձերին ծանոթ չի, ինքը դա փնտրում է ուրիշի մեջ, կամ հնարավոր է, որ կինը ինքը իրեն տա արդեն այդ խելահեղ վիճակներին, երբ որ վազում է փողի եւ նյութական այդ բարիկների հետևից է ընկնում, ելի նորից մտածելով, որ եթե դրանց հասնի, ինքը կհասնի այդ երանելիության վիճակին եւ այլ, առանց հասկանալու, որ այդպես կարող է ինքը շատ բաների հասնել, բայց այդ կանացիության հենց կոնկրետ կանացիության կանացի երջանկությունը իր մոտ չի գա։ Միայն այն ժամանակ, նայեք էկրանին, խնդրում եմ ձեզ համար եմ պատրաստել է սիրուն սլայդները, որ դուք նաև էսթետիկ հաճույք զգաք։ Միայն այն ժամանակ, երբ կինը կծաղկի իր ուժի մեջ, տղամարդը կկարողանա արտացոլել նրան արտաքին պլանում, նրա գեղեցկության վիճակը։ Խորն է իմաստը, փորձեք նորից ընկղմվել, կարդալ ու հասկանալ։ Երբ որ կինը կկարողանա ծաղկել իր ուժի մեջ, այդ ժամանակ տղամարդը կարտացոլի նրան արտաքին պլանում կնոջ գեղեցկության վիճակը։ Հայելի է, հասկանում եք, հայելու էֆեկտն է տանում, այս ամեն ինչը հայելու էֆեկտն է։ Եթե կինը լարված է, եթե իր վրա վերցրել ամեն ինչ, անհնար է երկու հոգի լինեն, երկուսն էլ գեր լարվեն։ Այդպես կգա մի հատ, չգիտեմ, սխալ ինչ-որ բան տեղի կունենա։ Եթե մի տարածքում գտնվում են տղամարդ եւ կին, իրանցից մեկը լարվում է, մյուսը ինքնըստինքյան կթուլանա։ Ինքնըստինքյան կթուլանա, ընկերներ։ Դա այդպես է, բնության օրենքն է։ Հիմա պատկերացրեք, եթե դուք եք լարվում, ձեր տղամարդը հաստատ կթուլացնի ինքը իրեն։ Դա տեղի կունենա ինստինկտային բանի վրա, մակարդակի վրա, հասկանում եք, դա ուղղակի տեղի է ունենում, որովհետև այդ ամեն ինչը էներգիա։ Տղամարդը կարդում է դա, կինը լարված է, կարող է նույնիսկ ոչինչ չասի, բայց всё равно իրավիճակից երևում է, որ լարված է, կաներքի տագնապ, անհանգստություններ եւ այլն, տղամարդը այդ ժամանակ թուլանում է, որովհետեւ արդեն մեկը իրենցից լարվել է։ Մեկը արդեն հարցի մասին անհանգստանում է, փորձում է հարց լուծել։ Դրա համար տղամարդը կթուլանա։ Դրա համար գոյություն ունեն հենց այս բնության օրենքները տիեզերական կնոջ եւ տղամարդու համար։ Երբ որ կինը լարվում է, տղամարդն է թուլանում, հենց տղամարդն է լարվում, կինն է թուլանում, որովհետեւ տղամարդը երբ որ լարվում, արդեն կինը հասկանում է, որ տղամարդը տվյալ սիտուացիան վերցրեց իր կոնտրոլի տակ, ինքը ամեն ինչ կանի, ինքը գոնե կփորձի ամեն ինչ անել։ Այդ ժամանակ, եթե կինը ունենա իմաստություն, ինքը անպայման կթուլանա ու հանգիստ կլինի։ Իսկ ինչ պետք է իրականում տա տղամարդը կնոջը։ Ինչ պետք է իրականում տա ըստ ձեզ, կասեք։
Վստահություն, պաշտպանություն։ Հոգատարություն։ Ասեմ, Տեսեք, Ինչ որ համար- ձեզանից ասեք, խոստովանեք, որ ոչ մեկիդ մտքով չանցավ հիացմունքը։ Ասեք, խոստովանեք, որ ոչ մեկիդ մտքով չանցավ, որ տղամարդը պարտավոր է ամեն օր հիանալ իր կնոջով։ Իմ ձայնը լսվում է։ Այո։ Ձերը հա, բայց ինչ որ մեկինը կտրվում է։ Հա, լավ, սրբուհիներ, հեսա կասեք։ Так հիացմունք, աստվածացում, այո, յուրաքանչյուր տղամարդու համար իր կինը պետք է լինի բագինյա, աստվածուհի։ Ոչ թե պրոստը կին, այն որ կին է էլի, դե կնիկ հասկացողություն են մեր հայկական, հա, ոչ թե տենց, այլ աստվածուհի։ Դե կնիկս է էլի, այն որ ասում են, հա, դե կնիկս է, երեխեքիս մերն է, այն որ ասում են, հա, լավագույն դեպքում, չէ երեխեք, չէ։ Հիացմունք պիտի տա անընդհատ, որովհետև դրանից ծաղիկը ոնց է, անընդհատ ջրում եք, որ չթորոմի, մշակում եք, խնամում եւ այլն։ Հիացմունքը կոնկրետ տղամարդու հիացմունքը կնոջը տալիս է տոպլիվը ոնց որ վարելանյութ, որ ինքը անընդհատ ծաղկում վիճակում գտնվի։ Աստվածացումը, պաշտպանությունը դա բնականաբար թշնամիներից եմ գրել, բայց ընդհանուր առմամբ նաև պաշտպանություն բոլոր իմաստներով եւ իմաստությունը, որը պետք է